Երբ ստեղծագործում են փոքրերն, աշխարհն այլ երանգ է ստանում, մանկական գույները սեր ու բարություն են տարածում։ Այս մանկապատանեկան մրցույթ ցուցահանդեսին մասնակցում է 350 երեխա։ Բացահայտել երեխաների ներուժն ու նրանց թույլ տալ ինքնարտահայտվել։ Արվեստի նկատմամբ սերը փոքրերի մեջ ամրապնդելու հիմքով է նկարիչ Հովհաննես Դավեյանը ստեղծել այս մրցույթը։ Նպատակը ոգևորել, ժպիտ պարգևել, պարգևատրելուց իրանք ավելի ոգևորվում են, մեդալից, նվերից ու արդեն ավելի են սկսում ստեղծագործել, սկսում են սիրել նկարչությունը, արվեստը։ Լինելու են մեդալներ առաջ, երկրորդ եւ երրորդ տեղ եւ բոլորին պատվոգրերը պարտադիր լինելու է եւ լինելու են նաեւ բոլորին նվերներ։ Վառ գույներով, հետաքրքիր կոմպոզիցիաներով եւ մանկական անկեղծ երևակայությամբ ծնված կտավները խոսում են փոքրիկների մեծ երազանքների մասին։ Նատյուրմորտ, բնանկարներ, շատ հաճախ նաեւ ծովային տեսարաններ։ Կտավներում տարբեր ուղղություններ են ներկայացված։ Մտնում եմ նկարի մեջ, ոնց որ ասենք եթե ծով եմ նկարում, ոնց որ ծովում լինեմ։ Իմ համար բոլորի կարծիքները շատ կարևոր է, բայց եւի ավելի շատ ծնողների եւ ուսուցիչների։ Իմ նկարները հիմնականում տևում են 2-ից 3 դասաժամ, ամեն դասաժամը 1.5 ժամով, իսկ տանը փորձում եմ նկարել ավելի արագ, օրինակ մի նկարի վրա փորձում եմ չվատնել 3 ժամից ավելի եւ այնտեղ ներկայացնում եմ իմ հույզերը, իմ զգացմունքները։ Սիրում եմ ստեղծագործել կուբիզմ ոճով, բայց երբ որ ունենում ենք նկարչական տնայիններ, օրինակ ռեալիզմ ոճով, փորձում եմ արտահայտել իմ կարողությունները ռեալիզմ ոճով, բայց ինձ ավելի շատ է հրաբուրում կուբիզմը, աբստրակտ ոճը, որովհետեւ այդ ոճի մեջ ես ինձ զգում եմ շատ ազատ։ Մրցույթը երկրորդ անգամ է կազմակերպվում, այս անգամ միայն մարզերում գործող արվեստաց դպրոցների, նկարչության խմբակների սաներն են մասնակցում։ Մինչ այս մրցույթին երևանյան նկարչական դպրոց ստուդիաների աշակերտներն են մասնակցել։ Հռիփսիմե Գևորգյանն արդեն 4 տարի սովորում է Մաչանենց արվեստաց դպրոցում։ Մրցույթին բացի իրենից 2 տասնյակից ավելի ստեղծագործողներ են մասնակցում։ Ես նկարչության հանդեպ սեր ունեմ, սիրով եմ հաճախում, սիրում եմ նկարել, ամեն օր տունը նկարում եմ, իմ սենյակում ամբողջությամբ նկարներ է տեղափոխված։ Հիմնականում նկարում եմ բնություն, բայց մարդկանց այդքան դժվարանում եմ նկարել, բայց այս անգամ որոշեցի փորձեմ դիմանկար նկարել։ Նկարիչ Արմեն Ադամյանը մարզերում բնակվող երեխաների մտքի ազատությունն ու ընկալումներն այլ կերպ է դիտարկում։ Մի տեսակ ավելի մաքրություն կա, չգիտեմ, մարզի երեխեքի մեջ մտածողության առումով նրանց երազանքները, մտածելակերպը, թեկուզ հենց գույների գծերի միջոցով այդ ամեն ինչը զգացում է։ Մասնագիտական ժյուրին ընտրել եւ լավագույն աշխատանքներն առանձնացրել է։ Հատուկ ուշադրության են արժանացել նաեւ մրցույթի բոլոր մասնակիցները։ Շատ նկարներ կան, ստե որ դասախոսը, ուսուցիչը ձեռք են տվել, փորձել են ավելի սիրունացնել, բայց մենք որպես այսպես ժյուրի մենք նայում ենք երեխայի ազատությունը, երեխայի անկեղծությունը, պարզությունը։ Սա մեծերի ցուցահանդես չի, որ դնենք նայենք ոնց է սա հատիկ արված։ Ուղղակի այս ցուցահանդեսներին պետք է լինել անկեղծ, հնարավորինս պարզ, այսինքն ցանկացած երեխա ցույց տա իր ներքին աշխարհը։ Ստեղծագործող երեխաների մեծ երազանքների փոքրիկ վրձինը դեռ հղկվելու, շարժուձևի մեջ հմտանալու ճանապարհ կանցնի, բայց ի վերջո լավագույն ճամփորդներն արվեստում աննկատ չեն մնա։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։